Մեկը ժողովուրդ օրաթերթից են զանգում, და վերցնում եմ, ասում եմ, պարոն Եղոյան, ձեր հայտարարագրի հետ կապված հարց ունենք, ես էլ արդեն մտքերով եմ ընկնում, ասում տեսնես ինչն եմ, մոռացել նշեմ, կարող է մի թիվ սխալ եմ նշել բան, այնտեղ նշել եք բան, հարսանեկան նվեր 1,200,000 դրամ, 1,200,000 դրամ, ասենց ասում է այդ լրագրողը, ես էլ ինձ էլ թվում է, թե կասկածում է, որ քիչ եմ գրել, էլի մտածում եմ մի զրո բաց եմ թողել, ուզում այն մեղադի, թե ինչի ես ստել, ինչի չես գրել, որ 12 միլիոն է, ինչի ես կեղծել թիվը, ասում եմ, բա այդ ո՞նց է եղել, որ այդ ինչ, այդ ո՞նց է եղել, որ հարսանիքից 1,200,000 դրամ, տենց ասում դե դա մի հոգի չի, փոքր տենց նեղ, տենց ընտանեկան միջավայրում ա եղել, տենց մի 30-35 հոգանոց տենց հարսանիք էր, ու տենց էլի ամեն մեկը ոնց է լինում հայկական հարսանիքներում, ինչ որ գումար են տանում, դա գումարել եմ իրար, կազմել է 1,200,000, բա հա լավ բան, մյուս օրը տենց հոդված են գրում, մեր ազատ մամուլ է, էլի աշխարհում 34-րդ տեղը անհասկանալի ֆինանսավորման, բա դա էս ինչ նվիրատվություն է, քննադատում էին նվերները, փոխանակ գրի, ասի սենսացիա, չլսված, չտեսնված բան, անհավանական երևույթ։ Ստացել է բոլոր հյուրերից հանրագումարում 1,200,000-ի նվեր, որպես սենսացիա գրի դա։ Ասում եմ, որ դες ապշելու բան է, մարդ 3 հատ բան Երևանի կենտրոնում 3 հատ բնակարան ունեցող մարդը, ասում հարսանիքից կզվա 1,200,000 ասենք ապշելու աբսուրդի աստիճանի է, էլի սա ուղղակի հասնում։